2027 թվականի հունվարի 1-ից խանութներում պլաստիկ տոպրակներ, գդալ, դանակ, պատարագաղ, ափսե բաժակ այլևս չեն լինի։ Նախատեսվում է կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Արգելվելու է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում։ Բացառություն են լինելու կշռափաթեթավորման համար օգտագործվող և աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերը։ Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը։ Այստեղ ևս բացառություն են լինելու կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկե տարաները։ Այս նախագծի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Լավ կարծիք եմ, ճիշտ կանեն, որ վերացնեն։ Պլաստիկ տոպրակները ավելի ամուր են, ավելի դիմացկուն են ու ավելի երկար են օգտագործում։ Թղթյա տոպրակները ասենց ասեմ ռազովի բաներ են։ Մի անգամ բռնեցին փոկվելու է գցել։ Պլյուս դրանք ավելի թանկ են։ Կարա կարգավորումներ լինի, որ ինչ-որ վերամշակման պարտադիր նորմեր լինի, չգիտեմ եւ այլն, կամ նույնիսկ թանկանա, բայց վերացնելը էդի, այսինքն մարդ պետք է այլ ընտրանք ունենա, ընտրի իրան որն ավելի հարմար, միգուցե ավելի ձեռնտու լինի թղթին օգտագործե կամ կտորինը, բայց նայել պիտի մնա։ Դրսում եմ ապրում ու այդ սովորությունը շատ լավ է, ես ունեմ բազմակի անգամյա օգտագործման այդ թղթե կամ կտորից տոպրակներ ու ես ինքս որ ամեն անգամ այստեղ գալիս եմ, տեսնում ինչքան պլաստիկ տոպրակներ են գնում։ Օրենսդրական նախագծի փաթեթը մշակել է շրջակա միջավայրի նախարարությունը, կառավարության հավանությանն է արժանացել։ Հիշեցնենք, 2022 թվականի հունվարի 1-ից արգելվել էր մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Նախարարությունից նշում են, դա միջանկյալ քայլ էր, սակայն նախատեսած ցանկալի արդյունքին չեն հասել։ Եղել են և վերահսկողության և օրենքի կիրարկման հետ կապված որոշակի դժվարություններ։ Այնուհանդերձ այն իրազեկումը, որ արվեց պլաստիկի վնասակարության, մարդկանց մոտ որոշակի վարքագծի փոփոխություն այո դիտարկվում է։ Միգուցե ոչ բոլորն են իրենց սեփական տոպրակներով գնում առևտուր իրականացնելու, բայց այնուհանդերձ կան նաև նման վարքագիծեր ենք տեսնում։ Արգելքները խախտող տնտեսվարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Առաջին անգամ նախազգուշացում, իսկ կրկնության դեպքում 100,000-ից 150,000 դրամ տուգանք։ Վերահսկողությունն իրականացնելու են շուկայի վերահսկողության տեսչական և տեղական ինքնակառավարման մարմինները։ Նախարարությունից նշում են, արգելքի նպատակը պլաստիկ արտադրանքի գործածության կրճատումն է։ Սպասվող փոփոխությունները մի քանի տարի է քննարկվում էին։ Փորձում ենք որոշակի ժամանակահատված տրամադրել այդ անցումային փուլը ճիշտ կազմակերպելու համար։ Իհարկե, ելի կլինեն արտադրողների համար դա որոշակի խնդիրներ կառաջացնի, բայց այնուհանդերձ այդ ամբողջ ժամանակահատվածը տրվել էր, որպեսզի կարողանան վերապրոֆիլավորվեն կամ նոր ինչու՞ չէ նաև այլընտրանքային տարբերակների շուկայի զարգացման համար էր կարևոր այս ժամանակահատվածը։ Իդեպ, արտադրությունը, ներմուծումն ու արտահանումը չեն արգելվի։ Արգելվում է վերջնական սպառումը, այսինքն այդ օղակի վրա է մեխանիզմը դրվում, որով կկրճատվի, որը ինքը ազդեցություն կունենա եւ ներմուծման ծավալների եւ արտադրության ծավալների վրա։ Արտադրողները պլաստիկից այլ ապրանքներ են արտադրում, սակայն ոչ բոլորն այդ հնարավորությունն ունեն։ Մեր արտադրանքի հիմնական մասը սպասարկման տոպրակներն են, մոտ 90%-ը սպասարկման տոպրակներ ենք մենք արտադրում։ Իսկ աղբի տոպրակներն ու այդ բարակը շռափաթեթավորման համար նախատեսվածները շատ փոքր տոկոս են կազմում, այսինքն մեր հաստոցների մի փոքր մասն է աշխատելու, մնացածը կանգնելու է։ Քանի որ մեր հաստոցներով մենակ տոպրակներ են կարող արտադրենք։ Նշում է, փաթեթավորման համար այլ արտադրանք էլ ունեն, ինչը սակայն շատ փոքր մաս է կազմում։ Գիտեմ, որ օրենքը ընդունվելու է ամեն դեպքում, որովհետև մեզ էլ զգուշացրել են, մենք էլ ենք տեղյակ, բայց եթե հնարավոր լիներ կառավարությունը գոնե հաստոցների գումարը աջակցեր, որտեղ ասենք այս ներդրումները, որ արել ենք, մեր գրպանից չեն արել, իրանք թանկ հաստոցներ են, վարկերով ենք աշխատում։ Ղազարյանի խոսքով նոր ներդրումներ են պետք այլ հաստոցներ գնելու համար, ինչը այս պահին չեն կարող անել։ Մենք արտահանմամբ չենք զբաղվում, քանի որ մեր շրջապատող բոլոր երկրները ունեն հիմնականում պոլիէթիլեն կամ շատ զարգացած
արտադրություն նույնը ու իրանց մոտ ավելի էժան է։ Իսկ ինչն է փոխարինելու պլաստիկին։ Նախարարությունից տեղեկացնում են, որպես այլընտրանք դիտարկվում են թղթե, կտորե եւ այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները, նաեւ թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասքը, փայլաթիթեղյա տարաները։ Եթե մեկ անգամ վճարելով օրինակի համար 1000 դրամ, մենք ու օգտագործելով մի քանի տարիներ կարող եմ ասել այդ կտորի ամուր պայուսակները ավելի շահավետ, ավելի ձեռնտու է սովորական քաղաքացուն, քան յուրաքանչյուր օր 40-50 դրամ վճարելը պլաստիկ տոպրակի համար, չհաշված, որ վնաս է պատճառում շրջակա միջավայրին։ Թափոնների կառավարման փորձագետն էլ մեկ այլ տարբերակ է առաջարկում։ Կան տարբերակներ կտորի տոպրակի, թղթի տոպրակի, որ թուղթը ընդհանրապես այդքան հարմար չի իրականում, կտորինը շատ ավելի հարմար է, քան թուղթը, բայց ելի մեծ տեղ է զբաղեցնում եւ այլն։ Կան պոլիեստերային տոպրակներ, պայուսակներ, որոնք կարելի է օգտագործել ամբողջ կյանք։ Ըստ Ալպետյանի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները անկառավարելի են։ Հատկապես մեր թափոնների կառավարման համակարգերի պայմաններում, երբ որ մենք չունենք անգամ ինժեներական աղբավայրեր, այսինքն սանիտարական աղբավայրեր, որտեղ այդ պլաստիկ տոպրակները ուղղակի կթաղվեն։ Մենք հիմնականում ունենք աղբանոցներ, բաց աղբանոցներ, որտեղից այդ պլաստիկ տոպրակները ուղղակի ցակ ու ցրիվ են լինում ամբողջ մեր տարածքով եւ բնական միջավայրում են հայտնվում եւ քաղաքային միջավայրերում, հա, կամ բնակավայրերում։ Ալպետյանի խոսքով պլաստիկը քայքայվում է եւ ի վերջո հայտնվում սննդային շղթայում։ Այսինքն մենք իրականում ի վերջո ուտում ենք այդ միկրոպլաստիկը, որը հայտնվում է մեր միրգ բանջարեղենի մեջ, ջրի մեջ, մայրական կաթի մեջ եւ այլն։ Եվ խոսքը գնում է բիոակումուլյացիայի մասին, որը մարդու մեջ շատ հեշտ է տեղի ունենում, այսինքն այդ միկրոպլաստիկը մտնում է մեր օրգանիզմ եւ դուրս չի գալիս։ Այսպիսով արդյոք այս փոփոխությունները 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն, պարզ կլինի առաջիկայում։ Շաբաթվա ընթացքում խորհրդարանի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական փաթեթին։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, Հովանես Քյոսեյան եւ Լիլիթ Հովանիսյան, Կիրակնորյալ լուրեր։